Հա, այս մասով ժողովուրդ, որ խոսեցինք այդ բարեկարգման, թե բարենորոգման հանձնաժողովի, նաև այդ նախկին հոգևորականի մասով, ինչպես հիշում եք, անդադար պնդումներ կա, որ մենք այդ եզրակացությունը տարանք ցույց տվեցինք վեհապարին, եւ նա ոչինչ չարեց, եւ նա ծանոթ է այդ տեսակություններին։ Ես եթե անկեղծ չգիտեմ, հիմա կարող եմ այդ մասին ասել թե չէ, բայց շատ մանրամասներով կասեմ, որ վեհապարը ծանոթ չի այդ փորձաքննությանը, որը որ քննչականներ իրականացրել, հետեւյալ պատճառաբանությունով, իր կողմից տված պատճառաբանությունով։ Իդեպ դա ինձ է ասել, ես կարծում եմ կարող եմ դրա մասին բարձրաձայնել, որովհետև ի սկզբանե ներկայացնողին, այդ նույն նախկին Գևորգ Սրբազանին, Արման Սարոյանին, ասվել է, որ այդ եզրակացությունը քո ձեռքում չէր կարող լինել։ Եթե այդ փորձաքննության եզրակացությունը քո ձեռքում է անօրինական ճանապարհով, հետեւաբար ես հրաժարվում եմ մասնակից լինել դրան եւ ծանոթանալ այդ փորձաքննությանը։ Այսինքն անօրինական եղանակով բերված փորձաքննությանը չի ծանոթացել։ Եվ հաջորդ հայտարարությունը, որ ուզում եմ անեմ, իմ նշած փորձաքննությունները ին կողմից առանձին գրությամբ ուղարկվելու են նաեւ Մայրաթոր Սուրբ Էջմիածին, մասնավորապես հոգևոր խորհրդին, ինչու, որպեսզի նրանք ունենան իրականությունը, ունենան իրական փորձաքննությունները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննչական կոմիտեն փաստորեն մի քանի հոգևորականների եպիսկոպոսների միջոցով այդ իրենց կողմից կատարված եզրակացությունը փորձել էր Մայրաթոր ուղարկել։ Ուղղակի ուզում եմ իմանալ, որ նաև դա ուղարկելու եմ ես վեհապարին եւ Մայրաթորին ընդհանրապես բոլորի ծանոթացման համար։ Հիմա հարցեր։ Իսկ քննչական կոմիտե չեք ուղարկել, որտեղ կոմիտեն ասել էր, ոնց Կավաբարը սխալ եմ ասում, բայց այս փորձաքննությունները ձեր պատշաճ չեն, որ գցեն։ Ես առաջի հարցին երևի դուք ուշ եկաք, դրա մասին խոսեցի։ Ես պատշաճության քրեական դատավարության շրջանակներում պատշաճության խնդիր չունեմ լուծելու։ Ես երբ որ այս փորձաքննությունները նշանակել եմ եւ ստացել եմ, դրա նպատակը որևէ եղանակով որպես ապացույց այն քրեական գործին կամ վարույթին չի վերաբերվում։ Ես բացարձակ ցանկություն չունեմ իրենց ներկայացնելու մի բան, որն իրենք պիտի արած լինեին, բայց մինչև հիմա չեն արել։ Ես էլի սկզբից ասեցի, այս գործով մենք փաստացի Վարշակ Սրբազանը փաստացի տուժողի կարգավիճակ ունի։ Եվ հետեւաբար մենք որևէ մեկին արդարացնելու միտում չպիտի ունենանք այս փորձաքննություններով։ Բաբան, լավ, գործը հարուցվել է, որպեսզի պարզվի, ով կամ ովքեր են այդ տեսանյութը տարածել, խախտել մարդու ընտանեկան։ Այո, ովքեր են խախտել ընտանեկան ներողություն, անձնական եւ ընտանեկան գաղտնիքի այդ արգելքը, ովքեր են խախտել այս միջոցով։ Մենք պնդում ենք, որ անձնական եւ ընտանեկան գաղտնիքի խախտում տեղի չի ունեցել, որովհետեւ այդ իրադարձությունները չեն եղել։ Դրանք չկան իրականության մեջ, դրանք կեղծ են։ Քննչականը չպետք է քննի բազելու, թե ամեն դեպքում ովքեր են փորձել մարդու բարի համբավը արատավորել, տարածելով նման տեսանյութ։ Քննչականը դա պիտի շատ վաղուց սկսեր, որի վերաբերյալ Արշակ Սրբազանն իր ցուցմունքում նաև ասել է, որ թեև այդ հոդվածի իմաստով ես ուժող չեմ, որովհետև անձնական կյանքի կամ ընտանեկան գաղտնիքի բան չի եղել, հա, բացահայտում չի եղել, բայց իմ նկատմամբ իրականացվել է ատելության տարածում, սերմանում, եկեղեցու նկատմամբ այս կեղծիքի միջոցով, հետևաբար այո, հորդորել է, որպեսզի այդ ուղղությամբ քննություն իրականացվի։ Ես տեղեկություն չունեմ, եթե լիներ, կարծում եմ իրենք կհայտարարեին։ Անբավարան հստակեցման նպատակով քննչական կոմիտեի փորձագետն է եղել, փորձագիտական եզրակացություն տվողը, թե արտապել է ծառայություն։ Պարզ չի, պարզ ասեմ, պարզ չի, չգիտենք ում մասն։ Անուն ազգանուն ունենք, բայց ոչ գիտենք որտեղ է, ինչ կրթություն ունի, որտեղ է աշխատում, որևէ տվյալ չկա, մինչդեռ սովորական իրական փորձաքննություններում այդ բոլոր տվյալները պետք է լինեին։ Ուղղակի անուն ազգանուն։ Ինչ է պատրաստվում անել հաջորդի, եթե ասում են դատավարական երաշխիքներով չի ձեռք բերել եւ այլացի չեք պատրաստվում բացել։ Բայց հաջորդի ձեր քայլերը որոնք են, եթե ստանանք եւս 10 փորձաքննության եզրակացություն, ինչ եք անելու։ Այս առումով, տեսագրության առումով, մենք այլևս անելիք չունենք։ Այս պահից նույնիսկ համարում եմ փակված այս թեման, մասնավորապես տեսագրության մասով։ Մենք հաստատեցինք, որ տեսագրությունը իրականության հետ կապ չունի։ Մենք հաստատեցինք Արշակ Սրբազանի պնդումը, որ այդ տեսագրությունում ինքը գոյություն չունի։ Մնացածը արդեն ասել ենք սկզբից ցուցմունքով, հիմա էլ ասեցի հայտարարությամբ, դա արդեն քննչական կոմիտեի անելիքն է, որպեսզի բացահայտի կեղծարարին, բացահայտի դրա նպատակները եւ վերջնական գնահատական տա։ Այս իմաստով, չգիտեմ, վստահ չեմ որ կբացահայտի։ Կբացահայտի, կասեն կեցեք, բայց չգիտեմ։
իրենց շահագրգռվածությանը հետևելով կարող են վստահել, որ չէ, որովհետև փոխարենը այդ ուղղությամբ իրականացնի քննություն, ինքը ամեն անգամ հայտարարում է, որ արդեն հաստատվել է եւ դեռ պարզ է, չէ, որ եթե իրենք պնդում են, որ արդեն հաստատվել է, որ այդ անձը Արշակ Սրբազանն է, ուրեմն այն ուղղությամբ բացարձակ գործողություն չեն անում։ Որ անդադ ասի, որ կա մի եզրակացություն, որը ասել է, որ նա է եւ ուղղությունը տանում է միայն անձնական կյանքի իրավունքի։ Ես կարծում եմ շատ բարձ քաղաքական դրդապատճառներով, որովհետև այս քրեական վարույթները այդ թվում եւ հիմա այն քրեական վարույթը, որով այս պայն կալանքում է գտնվում Արշակ Սրբազանը, արդարադատության եւ քրեական իրավունքի հետ որևէ աղերս առնչություն չունեն։ Սա նպատակը Արշակ Սրբազանի վնասելն է, վարկաբեկելն է, անազատության մեջ պահելն է, ինչ իրականացնում է։ Պարոն Բաբայան, տեսանյութում, քանի որ երկու անձ է երևում, ենթադրվում է, որ պետք է բացի նաև մյուս անձի ինքնությունը հասկանալու համար արդյոք նա այս գործով դժոխ է, թե ոչ եւ ինչ դիրքորոշում ունի, ընդունում է, որ ինքն է տեսանյութում, թե չէ։ Ձեզ հայտնի է, թե այս ուղղությամբ են չարվել, այսինքն բարձելու համար տեսանյութում արկա երկրորդ անձի ինքնությունը եւ նրան կարգավիճակ տալու եւ այսինքն այս մի փորձակնություն արվել է նաև բարձելու համար, ով է երկրորդ անձը։ Ուրեմն փորձակնին ներկայացրած փորձակնությունները ցույց տվեցին, որ անձանց նույնականացում հնարավոր չի անել։ Հիմա եթե որևէ անձի, ես հասկանում եմ հարցի էությունը, հասկանում եմ, պատասխանեմ, թե այլ անձի կամ տեսագրության մեջ ենթադրյալ անձի, հա, որ կեղծ տեսագրության մեջ հարցակննել են թե չէ, ես չունեմ այդպիսի տեղեկություն, ունենալու դեպքում էլ իրավունք չի ունենալ հայտնելու, որովհետև այնտեղ նախքննական գաղտնիք կա։ Բայց պնդում եմ, որ ենթադրյալ այն անձին, որոնց անունները կարող էին շրջանառվել, բոլորը միանշանակ հենց սկզբից էլ պնդել են, որ տեսագրությունները իրականության հետ կապ չունեն, դրանք կեղծված են, ինչն էլ այսօր հաստատվեց։ Ձեզ վերաճկի առաջ հաստատեցի փորձակնություններով։ Պրակտիկայում հենց այս գործով ցույց է տվել, որ դա նախաքննական գաղտնիք է, քննչական կոմիտեն է հրապարակել տեսանյութումով է եւ այդ ինֆորմացիան Հա, չէ, ես չունեմ։ Կարծում եմ դուք կաշկանդված չեք լինի հայտնել եւ այդ Արշակ Նախաբանը շատ է դրանից, բայց նախաբանին արձագանքեմ։ Եթե մի անձի վերաբերյալ ներողություն, հա, լավ։ Պարոն Բաբայան, երկու փորձակնության, երկու փորձակնության 3 սպասում եք, թե Հա, սպասում եմ եւս երկուսին, այո։ Երկուսին, որ երկրներից է։ Չեմ ասի։ Կարող է Ռուսաստան, Սերբիա, մյուսը Չեռնագորիա, ասենք քննչական կոմիտեի համար, դա ասենք Ռուսաստանը մեր համար Ես Ժորժ ջան, հասկացա։ Այս փորձակնությունները քննչական կոմիտեի համար չեն, որ մենք էլ ակնկալենք իրենց դիրքորոշումը կամ կարծիքը։ Իրենց բավարար չի, դա իրենց խնդիրն է։ Մեզ բացարձակ չի հետաքրքրում այդ հարցը։ Մենք փորձակնությունները արել ենք հաստատելու համար Արշակ Սրբազանի պնդումը հանրությանը ներկայացնելու համար, հանրային դատարանում հանդես գալու համար։ Քննչական կոմիտեի կարծիքը այս առումով մեզ հետաքրքիր չի եւ մենք չենք էլ ուղարկելու քննչական կոմիտեին, որտեղ իմաստ չունի։ որ երկրներից է սպասում։ Չեմ ասի, կգա կասեմ։